Մի քիչ սխալ են, կեղծիկ ասելով մտածում են, որ ինչքան շատ բյուլետեն է լցրել, ճիշտ չեն հաշվել եւ այլն։ Ոչ, ամենակարևորը ապահովել հավասար պայմանների, իսկ ինչ հավասար պայմանների խոսք կարող է գնալ երեք հիմնական ընդդիմանի տեխնացուները, մեկը տնային կալանքի տակ եք, մյուսի դեմ դատական գործ եք, մյուսի երրորդի հանդեպ նախապատրաստվում են, արդեն գործը հարուցված է եւ այլն։ Եվ ամբողջ քարոզչական ընթացքը սպառնալիքներ էին, ջարդեր, հասկանալի է, սա արդեն ընթացքն է, բայց ասենք վերցնենք միայն նախնական վիճակը, կա 4 հիմնական տեխնացու հաշվի առնելով Փաշինյանին, այսինքն մեկ տեխնացու Փաշինյան, որը ունի բոլոր լծակները եւ երեքը, որոնք կաշկանդված են քրեականորեն պատժելի առանց դատական ակտերի, ուղղակի ինչ-ինչ մեղադրանքների, որոնք ի վիճակի չէին լիարժեք մասնակցելու։ Օրինակ շատ է խոսվում, որ գողացել են ԲՀԿ-ի այդ 4 մանդատը, այո, բայց փաստը նաեւ այն է, որ երկրորդ համարը մեկուսացված է եւ ի վիճակի չէ Անդրանիկ Թևանյանը։ Մեկուսացված է, բանտարկված է, ուստի դա ինչ-որ հսկայական մնաց է, երբ կուսակցության երկրորդ համարը փաստորեն առաջնորդը իրենց այդ ծրագրերի հեղինակը ի վիճակի չէ մասնակցելու, դա նույնպես հսկայական վնաս է բերում կուսակցությանը եւ իհարկե ձայների կորուստ։ Այսինքն բացի այն գողացված ձայներից կային այսինքն անհավասար պայմանների ստեղծում, երբ որ առաջատար եւ որոշիչ դեմքերին դու մեկուսացնում ես, հնարավորություն չունես մեկ նրանց մասնակցելու քարոզարշավին եւ այլն։ Ես ինչու եմ դա ասում։ Պարոն Զարյան, ներողություն, ուժեղ Հայաստանի պարագայում ես օրինակ տեղեկացա ապշելու բան է։ Ոչ միայն Սամվել Կարապետյանը այդպես էլ չկարողացավ ուղղակիորեն հանդիպել իր ընտրողների հետ, քարոզարշավին ուղղակի անկարող եղավ մասնակցել, քանի որ տնային կալանքի մեջ է եւ առայսօր դա շարունակվում է։ Այլ նաև հենց ընտրությունների օրը 700-ից ավել եւ քարոզչական ընթացքում եւ նաև հենց ընտրությունների օրը այնտեղ հանձնաժողովի ներկայացուցիչներ, հա, անդամներ այնտեղ, այսինքն այդ ուժը ներկայացնող անդամներին իզոլացրել են եւ փաստորեն ստացվում է այնպես, որ այդտեղ վերահսկում իրականացնել իրենք չեն կարողացել։ Շատ ճիշտ եք ասում։ Ես ուղղակի գիտեք ինչու Թևանյանի դեպքի վրա անդրադարձա, որ մարդը ուղղակի մեկուսացված է։ Որտեվ բայց դուք ճիշտ եք ասում, իհարկե դա հավասար պայմաններ չեն, ինչու Փաշինյանը կարող է գյուղից գյուղ գնալ, ելույթ ունենալ, իսկ Կարապետյանը տանն է նստած, շատ կարող է ընդունել իր մոտ եկած անձանց, այսինքն դա ուղղակի հավելյալ մի վկայությունն է, որ հավասար պայմաններ չեն ապահովել։ Եվ դրա առաջ աչք փակեց ԵԱԿ գործող քարտուղար։ Ոչ միայն աչք փակեց, այլ խոստացավ կանխարգելել, այսինքն չտալ, որ դա հետագա զարգացում ունենա, որովհետև տեսեք, ԺՄԻԿ-ը իրականացիք ունի, բայց ԺՄԻԿ-ը սահմանափակվում է իր մանդատով, այսինքն ինքը հրապարակել է իր կարծիքը, պիտի գործը հասնի այլ կառույցների։ Նույն ԵԱՀԿ-ի քարտուղարը պիտի այդ նրանց զեկույցը փոխանցի տարբեր օրինակ խորհրդարանական, ավելի շուտ փոստատարի դերում ինքը պիտի կատարի, բայց եթե փոստատարը այդպես ասած նամակները չի փոխանցում, փաստորեն ինքը շահագործում է իր լիազորությունը։ Ես դրա վրա կանգ առնեի։